Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաժանորդին են, թե իրեն տված ընկերությանն են, մեզ քիչ է հետաքրքրում, մեր չեն։ Այսինքն ով որ համաձայնվել է իր գծից սնվին, նրանն է, թե իրանց մեջ ինչ որ այլ հաշվապահական բան է տարվել, ես չգիտեմ։ Բայց մերը չի։ Կներեք, կառավարություն եւ ազգային ժողովուրդն են, էլի ասել, ամեն դեպքում դա ունեցել պատասխանատվության տակ։ Ինչը։ Կառավարությունն են հայտարարություն տվել, ախր կառավարության հոսանքազարկումը նորից եղել է բեցի ինչ որ, նու այսպես մեկնաբանեցին, խնդրում եմ սա հիմք չընդունել, տենց բաներով մենք կարող ենք մեր դիսպեչերները անդադ կապի մեջ են։ Բեցի դիսպեչերների հետ, մեր դիսպեչերների հետ կան զայնագրություններ։ Լավ, վերջին հաշվով կառավարության նիստի ժամանակ անջատումը հոսանք։ Ինչ որ մեկը կասկածում է, որ կառավարություն ունի Մենք ցանկություն չենք ունեցել Փաշինյանի վախը բռնելու եւ չունենք, կարծում եմ չենք էլ ունենալու։ Բայց նորից խնդրում եմ լսեք, ինչ որ մեկը չի կասկածում, չէ՞ որ Փաշինյանն էլ կառավարությունն էլ ունեն բոլոր հնարավորությունները պարզելու ամեն ինչ Հայաստանի Հանրապետություն։ Լավ ուրա։ Պարզեցիք, ինչ որ մեկին հեծից, որը կատարել էր դա, նստացրեցիք, լավ է ստացվում իրենց մոտ։ Նորից Հա, ամեն ինչ վերագրել լեցի նստեցան այդ միտումը։ Իհարկե, ես ձեզ ասում եմ, պետական լծակներ ունենալու պարագայում տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի հեշտ է գեներացում դժգոհությունը։ Ես նորից կրկնում եմ, ու անդադ այսօր կրկնելու եմ, որ որից է պարագայում չասեն, հեծը խնդիր չունի։ Այո, ունենք խնդիրներ, բայց մենք ուզում ենք, որ մեր գործընկերները մեզ հետ լինեն ազնիվ, այսինքն մեր խնդիրների չափը, քանակը լինի ճիշտ։ Ոչ թե երկրորդ հացի եթե կարելի է կառավարումը տակ իրենք վարեն ցանեն դուք տերը լինեք Գիտեք էդ էլ այդպես չի էլի նորից մենք գնում ենք մեր պաշտպանողական կամ հարձակողական ոնց ուզում եք ասեք իրավական ճանապարհները բացահայտելու մասին էդ էլ այդպես չի եթե իրենք մտածում են որ կարող են կառավարիչ նշանակել այսպես ասած այդ իմ ասած անգրագետ օրենքով եւ այդ Կառավարիչը գա ինչ ուզենա անի Կարապետյան Սամվելի ունեցվածքով երաշխավորը այդ բանկերում մյուսուս պատասխան տա դա էլ այդպես չի։ Մի քիչ գիտեք չեմ կարող պատկերացնել լավ այդքան կարճ մտածել որտեղից շատ կարճ են մտածում ախր։ Չէ ռոպեական ինչ որ ցանկությունները հագուրտ տալու խնդիր ունեն ինչ չեմ կարող պատկերացնել։ Ախր դա այնքան ակներև է որ կառավարիչը ես չեմ, կառավարիչը գալիս սկսում է վնասներ տալ աշխատում ավելի վատ քան այն ժամանակ աշխատել է ես ռիսկերի մասին չեմ խոսում կարծում եմ այդ հարցն էլ կլինի հետագա ռիսկերի հետ կապված ես կասեմ նաև մենք ինչ ենք տեսնում բայց ու պատասխան տա սեփականատեր լավ որտեղ է գրած ես ես երրորդ հարցն էլի գներես Սուզի ջան երրորդ հարցը հիշեցեք մի պատմությունը Թքած ունեմ պայքարել մի հիմնարկի համար բայց ինչի է պայքարի հիմա քրպականի հասան բայց ինչի է պայքարի որ թքած Ես իմ կյանքում, իմ վրա օրինակը բերեմ, դուք ընդհանրացրեք, ես իմ կյանքում եղել են դեպքեր, որտեղ պետք է ես որոշեի, ես զիջում եմ ինձ գեներով եկած Աստծու կողմից իմ մեջ ներդրված սկզբունքները, ինչ-որ բանի տիրանալու համար կամ ինչ-որ բան չկորցնելու համար։ Այսինքն, Կարապետյան Սամվելը պետք է իր սկզբունքները, իր ապրելակերպը իր հավատքը դավաճանի, որպեսզի հեծը մնա իրեն։ Խոսքը դրա մասին էր։ Այսինքն, այստեղ հեծ բառը հենց որ փոխում ենք ունեցվածք բառով, ամբողջ ընդենում է այդ տեղը։ Իհարկե, ամենայն պատասխանությամբ չեմ խոսել իր այդ թեմայով, այսա արդեն ոչ թե կարծիք եմ ասում ձեզ, սա ասում եմ ամենայն պատասխանությամբ, համարեք իր կարծիքն է։ Իր պատասխան։ Այո, դա կարա լինի տաշիր պիցան, դա կարա լինի մոլը, դա հաշվի առնելով, որ այդ պայն հեծն էր թիրախավորված, ինքը հեծն է հիշել կամ հեծն է ասել։ Հիմա նույն հաջողությամբ նորից եմ կրկնում, բառի խնդիր է։ Այդ բառը փոխել ունեցվածքով կամ փոխել տաշիր պիցայով կամ փոխել, չգիտեմ, դալմայով կամ մյուսով, իր ակտիվների հետ կապված։ Այստեղ անբարոյականության չափերը սենց մի քիչ կամած անցնելով գնում են այն առումով որ խիստ ոչ թե խիստ կասկածում համոզված եմ իրենք բոլորը ամենայն դեպս այդ թեզը տարածողները իրենք բոլորը հասկանում են այդ մարդը ինչ ասում համոզված եմ որ դուք էլ եք հասկանում
Ինչ անշակում թքած ունեմ հեծի վրա, բերեն 10 արկեն, ինձ լրագրողը հարցա տալիս, ասում վիրավորված չեք, ասում ինչից վիրավորվեմ, ասում դե թքած ուներ հեծի վրա, ինձ ավտոմատ ձեր վրա էլ, էլի, ձեր աշխատողների։ Լավ։ Շնորհակալություն։ Արմենիա Ֆուդել, Աննա Բադանյան, Բաբազինյան, հետաքրքիր է իշխանությունների հայտարարություններից հետո, երբ հայտարարեցին ազգայնացման մասին եւ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ընկերությունը մոտավոր հաշվարկներ կան, ինչ վնասներ է կրել, առաջին հարցս, երկրորդը մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել պետական սեփականության մասնավորեցմանը եւ հակառակ գործընթացների, այս դեպքում հաշվի առնելով պետական կառավարման որակը, դուք ինչպես եք տեսնում պետականացվի, հա, հեծի, ինչ խնդիրներ կարող են լինել, եւ երրորդ հարցս վերաբերում է ներդրումներին, այս տարիների ընթացքում հեծը եկեղեցական հստակtiv կարող եք նշել, հա, ներդրումների չափը, ինչ ներդրումներ են իրականացվել, ինչ տարիների կտրվածքով եւ մինչեւ տարեվերջ ինչ ներդրումներ են նախատեսված։ Ուրեմն առաջի հարցի հետ կապված մենակ են, որ մենք չենք հաշվել այսպես կոչված վնասները, դա արդեն հուշում է, որ մեզ դա չի առաջին հետաքրքրում, այսինքն իրական ճանապարհով գնալու համար էլի sense մի քիչ պանցիկ գնում ենք, իհարկե վնասները հաշվարկվելու են։ Պետության եւ sense ասեմ, պետության վնասը իմիջային եւ բոլոր առումներով խայտարակ է, չի քննարկվում, յուրաքանչյուր կրթություն ունեցողը, չեմ ուզում վիրավորել կրթություն չունեցողին, կրթություն ունենալ նկատի ունեմ այդ պետության գաղափարի վնասների վերաբերյալ եմ ուզում ասել, կհաստատի, որ պետության իմիջային վնասը խայտարակված է։ Հեծի եւ Կարապետյան Սամվելի ռեյտինգային օգուտը շատ մեծ է, այսինքն միանշանակ իր ռեյտինգը բարձրացել է, չեմ կասկածում։ Ֆինանսական վնասների վերաբերյալ չունեմ ես ինֆորմացիա, չեմ կարող ասել, որովհետև հստակ հաշվարկ չունենք, դա ավելի շատ ուրիշ դեպքում պետք է գա։ Երկրորդը պետական կառավարման ռիսկերը, ախր միջազգային փորձը չեն ուսումնասիրել, միջազգային փորձով, եթե չեմ սխալվում, Արգենտինա, Բոլիվիա եւ մի քիչ թե շատ զարգացած երկրներից Հունգարիան ա եղել, որ պետականացրել են, ինչպես փորձագետներից մեկը նշեց, անունը չեմ հիշում ճիշտ ասած, կարդում եմ այսպես թողինձների, բայց շատ գրագետ էր նշել, որ պոպուլիստ Օրբանը եկավ վարչապետ, այդպես որոշեց պետականացնի եւ այլն, եւ իրենց անալիզն եմ ասում, էլի ես ձեզ այսօր չեմ տալու ինֆորմացիա, որը այդից է։ Իրենց անալիզով, ուրեմն բոլոր տեղերում առաջացել են ֆինանսական ներդրումների խնդիրներ, առաջացել են հոսանք այդ մատակարարման խնդիրներ եւ որը բերել է սակագնի թանկացման։ Այդ բոլոր տեղերում։ Դա ունենք միջազգային փորձը, որտեղ փորձել են պետականացնել։ Երկրորդը պետության կառավարման որակը բոլորս գիտենք։ Չանցնելով քաղաքականության չեմ ուզում, բայց որպես ՀՀ քաղաքացի, որպես բոլորը շփվում ենք, տեսնում ենք, հիմա եթե տրանսպորտի ոլորտը լավ չի կառավարվում, տրանսպորտի նախարարություն չունենք, բայց այդ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պետք է ապապետականացնենք, ինչ պետք է անենք։ Այսինքն այս չափորոշիչները, որոնք որ դրված են, շատ սխալ են դրված։ Հիմա եկեք համեմատենք պետական յուրաքանչյուր ոլորտի հետ հեծի աշխատանքը։ Տանք մի հատ անկախ աուդիտորական կազմակերպության թող աուդիտ տանի, թող համեմատական տանի։ Բայց այս ամեն ինչից դուրս գալով ես նախորդ օրը նշել եմ, հիմա ուզում եմ կրկնել բոլորիդ առաջ, հեծը եւ Կարապետյանը պայքարում են հեծի համար մի քանի պատճառներով, կնշեմ միայն մեկը, իմ կարծիքով առաջնայինը։ Լինելով ես օրինակ լինելով 20 տարի այս ընկերության երևի թե մեծ մասը ղեկավար այսպես կազմում, պատկերացնում եմ համակարգը, չեմ ասի 100%-ով, որովհետև 100% ոչ մի բան չի լինում, բայց բավականին լավ եւ տեսնում եմ ինչ է կատարվելու։ Ռիսկերը շատ մեծ են։ Կառավարման առումով, ներդրումների ներգրավման առումով, պետական կառավարման համակարգը
ինքը իրենով կոմունիստական կլինի, չգիտեմ ինչ կլինի, այդ մտածելակերպով միշտ համարվում է, որ շատ ավելի հեշտ է գողանալը, շատ ավելի հեշտ է կամ ավելի, չգիտեմ, մարդիկ մի քիչ այլ կերպ են մտածում, դա պետական է։ Մասնավորեցման հիմքում հենց եղել է, որ մասնավորեցվի այսինչ ընկերությունը, այսինչը մասնավորեցվի, որպեսզի ավելի լավ կառավարվի։ Եվ այդպես էլ եղել է։ Ինչ վերաբերվում է պետական մարմիններին, այստեղ գնում է տարբեր մարմինների զրոյացում։ Հիմա այս օրենքով զրոյացնում են հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին որպես այդպեսի։ Ոստը զրոյացնում են, որտեղ ինքը տարիներ շարունակ կարգավորել է մի բան, որ երևի չպետք է կարգավորել կամ այլ կերպ պետք է կարգավորել։